Ներկայացուցիչներու դան արտաքին հարաբերություններու հանձնաժողովը կարևոր քայլ մը արավ Ադրբեջանի թեմ բախվող հայ բադանտներու արձակումը պահանջելու ուղղությամբ։ Չորեքշաբթի օր հանձնաժողովը ընթացք տվավ երկկուսակցական բարեփոխիչ առաջարկիմը, որ Բաքուին կպահանջի անմիջապես եւ անպայմանորեն ազատ արձակել հայ բոլոր ռազմագերիներն ու քաղաքական բանտարկյալները։ Բարեփոխիչ առաջարկը ներկայացված է Կալիֆոռնիա ներկայացուցիչ կոնգրեսի հայկական հարցերով զբաղվող խմբակցության փոխադենապետ Բրեդ Շերմանի կողմէ ներկայացուցիչներու դան արտաքին ծառայության օրինագծի քննարկման ընթացքին։ Երկկուսակցական աջակցության ուշագրավ արտահայտությամբ արտաքին հարաբերություններու հանձնաժողովի ադենապետ Ֆլորիդայի ներկայացուցիչ Բրայան Մեստ նախագծին թիկունք կանգնեցավ եւ այժմ այն գուղվի հանձնաժողովի ամբողջական քննարկության։ Ամերիկայի հայտարարի հանձնախումբի գործադիր տնօրեն Արամ Համբարյան ողջունեց այս քայլը, սակայն եղած է հստակ ու ուղղամիտ։ Անհայտնեց, որ Ադրբեջանի կողմէ հայ բադանտներու ապօրինի գալանավորումը մոտ 1000 օրվան ընթացքին մարդկային իրավանց տագնապ է, որ կոնգրեսի կողմէ գդրուկ քայլեր կպահանջի։ Ան ողջունեց ադենապետ Մեստի աջակցությունն ու հանձնաժողովի երկկուսակցական կեցվածքը, սակայն հստակացուց, որ արձակման գոչերը պետք է ամրապնդվին պատասխանատվության ենթարկելու քայլերով։ Իր բարերով բադանտներու ազատ արձակման գոչներուն պետք է ընկերակցին պատասխանատվության գործնական միջոցառումներ, սկսելով պատժամիջոցներեն եւ ազատության աջակցության օրենքի 907-րդ բանաձևի խիստ կիրառումեն։ Ազատության աջակցության օրենքի 907-րդ բանաձևը գարգիլ է Միացյալ Նահանգներու զինվորական օժանդակությունը Ադրբեջանին։ Հայտարարի հանձնախումբը երկար ադեն է ի վեր կպահանջի անոր ամբողջական գործադրությունը։ Քննարկման ընթացքին ներկայացուցիչ Շերմեն վկայակոչած է ադրբեջանական գերության մեջ արձանագրված չարաշահումներն ու բռնությունները, ներառյալ մարտադաշտի վրա հայ ռազմագերիներու փաստված մահապատիժները, որոնք արձանագրված են եւ քննված են Human Rights Watch կազմակերպության կողմէ։ Ան նաև նշած է, որ բադանտներու արձակումը ուղղակիորեն կհամապատասխանե նախագահ Թրամփի հարավային Կովկասի մեջ խաղաղության հաստատման ջանքերուն, բնթելով, որ այս մեկը գործնական քայլ պիտի ըլլա տարածաշրջանի մեջ տևական խաղաղության հասնելու ուղղությամբ։ Բարեփոխիչ առաջարկը փոփոխության ենթարկված է քննարկման ընթացքին ադենապետ Մեստի խնդրանքով, որպեսզի հեռացվի 907-րդ բանաձևի բարդաթիր կիրառման թրույթը։ Շերմեն համաձայնած է այս փոփոխության Մեստի աջակցությունը ապահովելու համար։ Հայտարարի հանձնախումբը հստակորեն հայտարարած է, որ պիտի շարունակե ճնշում բանեցնել 907-րդ բանաձևի կիրառման եւ Միացյալ Նահանգներու կողմէ Ադրբեջանին տրամադրվող բոլոր տեսակի զենքերու ու զինվորական օգնության դադրեցման համար։ Եթե բարեփոխիչ առաջարկը որդեգրվի հանձնաժողովի լիակումար նիստին կողմէ, ան պիտի փոխանցվի ներկայացուցիչներու դան ամբողջական կազմի վավերացման։ Շերման նշեց, որ քայլը կհաջորդե միջազգային գետնի վրա արձանագրված աջող թափին, ներառյալ Եվրոպական խորհրդարանի ապրիլ ամսվան բանաձևին, որ կդատապարտի Ադրբեջանի կողմէ հայ ռազմագերիներու շարունակական կալանավորումը։